Վաղար շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը ավարտվել է։ Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունների ստացած ձայներում փոփոխություններ չեն եղել։ Ընտրատեղամասերում վերահաշվարկն ավարտվել է լուսաբացին, նշենք, որ Հանրապետություն կուսակցությունը, որը չէր հաղթահարել 4% անցողիկ շեմը, դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով 6 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։ Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական In-Group ընկերության արտադրամասում հաստատվել է նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Այստեղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկել է նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքային եւ դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մասնավոր գործընկերոջ հետ նախատեսում են կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսել 2026 թվականի երկրորդ կիսամյակում։ Վեդու համայնքապետարանի ավականին միաձայն կողմ է քվեարկել Կարմիր Սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին։ Կարմիր Սարը գտնվում է Արարատյան դաշտի գյուղատնտեսական գոտում։ Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է, հանդիսանում է կարմիր գրքային 14 տեսակի բույսերի աճելավայր եւ 16 տեսակի կենդանիների ապրելավայր։ Քվեարկությունից հետո բնապահպան ակտիվիստները վանկարկել են ամոթ։ Ազդակիր համայնքի բնակիչ բնապահպան ակտիվիստների խոսքով մոտ 300 հեկտար բաց հանք է լինելու Սարի վրա հարակից տարածքները, որտեղ գյուղատնտեսական հողեր են, ըստ ակտիվիստների կախտոտվեն։ Կառավարությունը գումար է հատկացրել անվանի դերասան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման ու գերեզմանի բարեկարգման համար։ Բյուջեի միջոցներից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը այդ նպատակով 2.277.410 դրամ է հատկացրել։ Վարչապետի որոշմամբ գումարը փոխանցվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որը հետագայում այն կուղղորդի դերասանի դստերը Լիլիթ Մանուկյանին։ Հիշեցնենք, Գուժ Մանուկյանը մահացավ այս տարվա հունիսի 24-ին, նա 88 տարեկան էր։ Ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով, ապահովելով ավելի լայն լսարանի ներգրավվածությունը եւ հասանելիությունը։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Այս կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց եւ նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։